Ողջույն, մարտի 22-ին մետրոյում Փաշինյանի և բռնատեղահանված արցախցի տիկնոջ վեճը հայկական լրատվադաշտի առաջին հորիզոնականում հայտնվեց, թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, բայց մինչ բուն զրույցը շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն բաժանորդագրվել են իմ YouTube-յան ալիքին, իսկ ովքեր չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ ձեր ներկայությամբ ևս մեկ անգամ կհաստատեք, որ Արցախյան թեմատիկան դեռ իսպառ անուշադրության չի մատնվել։ Իսկ հիմա վերջապես անցնենք զրույցին եւ ողջույն պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Հենց բուն մարտի 22-ի միջադեպից սկսենք։ Ինչ է կատարվել։ Շատ, այսպես ասենք, վերսիաներ հնչեցին, բայց իրականում ինչ է կատարվել, ինչից ծագեց վեճը, ինչով ավարտվեց վեճը, որտեղ շրջանառվում էր ընդամենը մի հատվածը։ Իրականում այն ինչ որ կատարվել է, կարծես թե ուղիղ եթերում է եղել, երբ որ վարչապետը իր թիկնապահներով եւ իրեն ուղեկցող մարդկանցով մտել է մետրո եւ դրա մասին ենք չէ խոսում, Այո։ Եվ ըստ էության իրենց սահմանած ձևաչափով շփվել է ժողովրդի հետ եւ հերթական նման հանդիպում կամ զրույց բացելիս առաջարկել է Հայաստանի քարտեզի չափով այդ կրծքանշան, երևի կարծում եմ կրծքանշան է դրա անունը, առաջարկել է եւ Արցախցի մայր իր երեխայի հետ պարզապես հրաժարվել է վերցնել, ասելով, որ ինքը ավելի ճիշտ քարտեզ ունի եւ այդ քարտեզը ավելի մեծ է եւ ներառում է նաեւ 12000 քառակուսի կիլոմետր տարածք, Արցախի տարածքը նկատի ունենալով եւ նաեւ մի քանի անգամ մենք տեսնում ենք, որ այդ տեսանյութի մեջ որ կինը ուղղակի խնդրում է փակել թեման եւ այլևս չշարունակել իր հետ, որովհետեւ շատ հստակ էր, որ գաղափարական հակադրություն կա, տարաձայնություն կա եւ որևէ պարագայում չէր կարող համոզել այդ կնոջը, որ այդ կինը սխալ է ասում, իհարկե չի կարող համոզել բայց նա շարունակում է եւ այդ վեճը ոչ թե վեճը, այլև այդ խոսակցությունը արդեն ստանում է էմոցիոնալ բնույթ, հասնում է նաեւ այնտեղ, որ որոշակի ատելություն տարածող երևույթներ էլ է հանդես գալիս խոսքի մեջ, մասնավորապես փախածներով, ինչը արդեն ոչ թե կոնկրետ միայն այդ կնոջն է վերաբերում, այլ նաեւ թիրախավորում է ամբողջ բազմությանը, նկատի ուներ հավանաբար, ոչ թե հավանաբար, այլ վստահաբար արցախցիներին եւ այդպես դա ընդ որում այդ ժամանակ էլ կինը ասում է, որ չի ուզում շարունակել խոսակցությունը եւ իր վրա մատ թափ տալով կամ գոռալով պետք չի խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կխոսի եւ թույլ չի տա այս, թույլ չի տա, այսինքն ըստ էության ոչ միայն արտաքին քաղաքական դաշտում է փակում Արցախյան թեման, այլ նաեւ ուզում է մարդկանց ուղեղներում, համոզմունքներում եւ ձգտումներում իսպառ փակել Արցախի թեման, պարտադրելով կամ համոզելով մարդկանց փոխել իրենց մտայնությունը, մտածելակերպը եւ նմանատիպ այլ երևույթներ։ Եվ մենք տեսանք ինչով ավարտվեց ըստ էության այդ կինը Արմինեն Մոսյան, որին հավանաբար Արցախում շատ են ճանաչում, նաեւ նրա հորը որպես լեգենդար հրամանատար պարզապես իր դիրքերում է մնում եւ իր գաղափարական իր դիրքերն է պաշտպանում, պնդելով, որ իր համար քարտեզը այլ քարտեզ ունի եւ որևէ մեկը չի կարող սահմանափակել կամ որևէ մեկը չի կարող պարտադրել, որ մենք հրաժարվենք Արցախ վերադառնալու հույսից, այդ գաղափարով ապրենք եւ որևէ մեկը չի կարող պարտադրել, որ իր երեխան Արցախ տեսնելու տեսլականից հրաժարվի եւ դրան հաջորդում է արդեն հանրային շատ մեծ արձագանքը։ Այս հետագա ընթացքի մասին էի ուզում հարցնել, փաստացի այս մետրոյով չավարտվեց, դեպքերը շարունակեցին այս միջադեպի շուրջ։ Այո, շարունակվեցին, բավականին մեծ հանրային արձագանքի արժանացավ այդ միջադեպը, որովհետև ըստ էության, ինչպես նշեցի,
ուղիղ եթերում ցուցադրվում էր այդ ամեն ինչը, մարդիկ տեղեկացված տեսնում էին եւ բազմաթիվ խնդիրներ կային այդ խոսակցության մեջ, սկսած փախստականներին թիրախավորելու, տեղահանվածներին թիրախավորելուց, ավարտած նրանով կնոջ նկատմամբ նման բռի, այսպես բռնությամբ հագեցած խոսակցություն ունենալը, մատթափ տալը եւ ինչպես նաեւ երեխայի ներկայությամբ հոգեբանական այդպիսի բռնություն կիրառելը։ Ինչի եմ սրանք շեշտում, որովհետեւ տարբեր մարդիկ արձագանքել են տարբեր սեգմենտներից ելնելով եւ տարբեր հանգամանքների վրա ուշադրություն դարձնելով։ Ինչը նախ բերեց նրան, որ լրագրողներից մեկին հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հերքեց, որ ինքը բացառեց, որ նման բան ասել է, հետո հավանաբար տեսավ, որ այդ հնարքը չի աշխատում, չես կարող հերքել ակնհայտը, երբ որ տեսագրված է, լուսաբանված է, եւ ես ենթադրում եմ, որ նաեւ հասկանալով, որ իր այդ պահվածքը իր նաեւ հեղինակության վարկանիշի վրա մեծ ազդեցություն է ունենալու, որոշակի տեխնոլոգների կամ խորհրդատուների խորհրդի ազդեցության տակ ինքը ներողություն խնդրեց, մի քանի ժամ հետո իր ներողություն խնդրելու պատրաստակամությունը արդեն Facebook-յան գրառման տեսքով վերահաստատեց, հրավիրելով Արմինեին եւ նրա որդուն կառավարություն կամ մետրոպոլիտեն կամ առաջարկելով, որ ինքը կարող է մոտենալ։ Հիմա սա է եղելությունը այն ինչ որ տեսել ենք, բայց կար նաև սրան զուգահեռ ավելի վատ երևույթ, թեև Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, բայց դրան զուգահեռ մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի ենթակայությամբ գործող մեդիա հարթակներում Ղարաբաղցիների, արցախցիների հանդեպ տարածվող ստոր ատելությանը մենք տեսանք, պրպտեցին Արմինեի ամբողջ Facebook-յան գրառումները, ինչ որ բաներ հրապարակեցին, նոր ալիք առաջացնելով ատելության ալիք առաջացնելով արցախցիների նկատմամբ։ Պարոն Ստեփանյան, բրգի գագաթում գտնվող ներողություն ավարտեմ այս միտքը, մի կողմից այդ միջադեպի կենտրոնական դեմքը նկատի ունեմ Նիկոլ Փաշինյան ներողություն է հայցում, բայց նրան սպասարկող ամբողջ քարոզչական ենթակառուցվածքը շարունակում էր տարածել այդ քարոզչական խտրական խոսույթը։ Տեսեք, սա միայն մի դրվագ էր, ինչու ունենք Արցախից տեղահանված հայերի եւ Հայաստանում բնակվող հայերի նման ակնհայտ բևեռացում։ Շատերը գերադասում են ասել, չկա նման բան, միասնականություն, ազգային ոգի եւ այլն եւ այլն, ես դեմ չեմ միասնականությանն ու ազգային ոգուն, բայց որ այդ դիմակայությունը ակնհայտ կա, դա փաստ է։ Ինչու ունենք դա։ Դա մի օրում չի ծնվում ու դա այնպես չի, որ ստեղծողը կամ Արմինե Մոսյանն էր կամ Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ մենք պետքա հստակություն հարցի մեջ մտցնենք, ոչ թե այս կոնկրետ այս պարագայում մենք ոչ թե խոսում ենք արցախցիների եւ հայաստանաբնակ հայերի միջև եղած բաժանմանը, այլ խոսում ենք արցախցիների եւ իշխանությանը սատարող ՀՀ բնակչության միջև եղած գաղափարական տարաձայնությանը, որովհետեւ ճիշտ չէ ընդհանրացում անել, որ կոնկրետ այս դեպքում մենք արճակատումը մի կողմից հայաստանցի հայերն են, մյուս կողմից արցախցի հայերը, ոչ, մենք բազմաթիվ հարյուրավոր, հազարավոր նաև ես գրառումներ եմ տեսել, թե ինչպես է օրինակ Երևանաբնակ, Գյումրեցի մեր հայրենակիցը կոնկրետ պաշտպանում Արմինե Մոսյանի դիրքորոշումը, տեսակետը եւ այլն։ Այս պարագայում խոսքը Արցախի նկատմամբ իրավունքների պաշտպանության կամ դրանից հրաժարվելու խոսույթի մասին է եւ սա այն տարանջատումը չի, որին մենք օրինակ զուտ կենցաղային մակարդակում երբեմն հանդիպում ենք, այլ կոնկրետ իշխանության վարած քաղաքականության նկատմամբ արցախցիների անվստահության մասին է։ Ինչ վերաբերում է ինչու է այդպես։ Այդպես է, որովհետեւ տեսեք, այդ տարբեր կարծիք ունենալու հանգամանքը պետության կողմից գործիքայնացվում է, ինստրումենտալիզացիայի է ենթարկվում, այսինքն իրենք օգտագործում են դա հետևյալ կերպ, անընդհատ դրա կրակի վրա յուղ լցնելով։
ամբողջ այս քարոզարշավի ընթացքում պտտվելով տարբեր համայնքներով ասելով, երբ որ Արցախցի է հանդիպում, ասում է, այ դու Արցախում լավ էիր ապրում, որովհետև մենք միլիարդներ էինք տալիս, ոնց ձեզ պահում էինք, այսինքն իսկ դուք եկած այսպես երախտամոռություն, անշնորհակալություն, թող մնայիք ապրեիք, թողել փախել եք, սրանք խոսույթներ են, որ եթե իշխանական քարոզչության կողմից դաշտ չնետվեն, միգուցե կան հանրության որոշ շրջանակների մեջ, կան, ոչ թե միգուցե, այլ կան, բայց եթե դրանք չսնվեն, չսնուցվեն պետական քարոզչության կողմից, ապա դրանք պարզապես ժամանակի ընթացքում կարող են մարել, կարող են չարտահայտվել, այդպես էլ ասենք նորմալ միջմարտկային նորմալ հարաբերություններ հաստատվի, բայց մենք տեսնում ենք, որ մեր եկած օրից ամենաբարձր պաշտոնյաներն են դա անում։ Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, ազգային ժողովի պատգամավորներ եւ ամեն անգամ լավը այն է, որ ամեն անգամ բախվելով հանրային պարսավանքի նրանք ներողություն են խնդրում։ Նախորդի դեպքերն էլ հիշեք։ Ալեն Սիմոնյանն Չէ, այստեղ հետաքրքիր դինամիկա կար, իշխանության որոշ ներկայացուցիչներն ու այսօր արդեն նախկին ներկայացուցիչներ, որովհետև եթե չեմ սխալվում, այդ մարդը այսօր արդեն ՔՊ-ի շարքում չի, ամեն դեպքում նա մի քանի անգամ հրապարակային, այդ թվում նաև ազգային ժողովի ամբիոնից, եթե չեմ սխալվում, հիշեցնում էր, որ արցախցիները պետք է հիշեն, որ իրենք այստեղ հյուր են։ Իսկ այսօր շեշտադրումը արվում է նրա վրա, որ արցախցիները ոչ թե հյուր են, այլ ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները կարող են լինել տանտեր։ Սա էլ գրեթե բառացի Փաշինյանի մեջ վերեցի, այսինքն այստեղ էլ կարծես միանշանակ չէ, ինչ որ տեղաշարժեր կա։ Այդ խնդիրները լուծելու տարբերակներ տեսնում եք, այսինքն մտածում ենք, որ միայն Փաշինյանի քարոզչամեքենան դա չանի, խնդիրը կլուծվի։ Համար մեկ հարցը դա է, եթե իրենք շահագրգռված չեն այդ ատելության տարածմամբ, իսկ կներեք ամենայն անկեղծությամբ երեք ես տեսա, որ դա ոչ թե խոսքի վրա ջղայնության ժամանակ ասված ինչ-որ բան էր, այլ իրապես դա իրենց մտածելակերպն է։ Եվ փախչելու հետ կապված, եւ հյուրի պես պահելը, եւ նաեւ երեք իմ հայտարարությամբ նշեցի, որ այդ քույրեր եւ եղբայրներ օպերացիան ըստ էության մերկացավ, ցույց տալով, որ բնավ էլ խոսքը դա չի, այսինքն անդադ արհեստականորեն կրկնել քույրեր եւ եղբայրներ, բայց առիթ ու անառիթ մեղադրել թողնել փախնելու մեջ չեմ հասկանում, էլի, չգիտեմ։ Գործիքները ինչպես կարելի է պայքարել, միանշանակ եթե իշխանական քարոզչամեքենան դա չանի, հարցը մեծ մասով կլուծվի։ Հանրության մեջ կլինեն ինչ որ մարդիկ, որոնք այդ տարանջատումները կանեն, բայց դա ամեն դեպքում տոտալ ատելության տարածման հիմք չի հանդիսանա։ Երկրորդը, լավ է ելի եմ նշում, որ հանրային արձագանքը կա, սա զգոնության, սա վատ երևույթների ատելության նկատմամբ հասարակության առողջության նշանն է, եւ որը ի վերջո հանգեցնում է նաեւ ներողությունների։ Եվ մյուս տարբերակ, այսինքն հանրային պարսավանքի ինստիտուտը գործում է ամեն դեպքում։ Երբեմն լավ, երբեմն վատ, բայց գործում է։ Եվ երրորդը, դες հիշեցի նաև Խաչատուր Սուքիասյանն էլ էր, չէ, ժամանակի իրացարության համար նորից էլի ներողություն խնդրել։ Երրորդը դա իրավական ճանապարհն է։ Ատելություն ու խտրականություն գեներացնողներին իրավական ճանապարհով պատասխանատվության ենթարկելն է։ Մինչև հիմա չաշխատող գործիք էր, ասել, որ չենք բանեցրել, սխալ է, ընթացքում մի քանի անգամ եղել են դեպքեր, հատկապես արցախցիների հանրահավաքների ժամանակ, որ էլի բավականին տարածվել էր ատելության խոսքը, կոնկրետ օրինակներով դատախազություն եւ քննչական կոմիտե հաղորդումներ են ներկայացվել, բայց գործերը վարույթ չեն ընդունվել։ Մենք սրա մեջ դիտավորություն տեսնում ենք, այո, տեսնում ենք, բայց պատրաստվում ենք կոնկրետ այս դեպքով էլ հավաքագրված մոնիտորինգի ենթարկած մեր բոլոր նյութերը ըստ պատշաճի ընթացքավորել։ Կտեսնենք կաշխատի թե չի աշխատի։ Տեսեք, հանուն արդարության պետք է ասենք, որ կարող ենք նաև հակընդդեմ հայցեր ստանալ, ենթադրենք այս կամ այն գործչի կողմից արված հայտարարության, արված գրառման եւ այլնի մասով։
ընդդեմ Արցախից բռնատեղահանված գործիչների, նույնիսկ անձերի։ Ես որևէ ձևով դեմ չեմ, որ արցախցիների շրջանում ատելություն գեներացնողներն էլ պատասխանատվության ենթարկվեն, որովհետև ես գտնում եմ, որ այս խնդրի կարգավորումը երկուստեք պետք է լինի։ Իհարկե, հրահրողը շատ ավելի մեծ պատասխանատվություն ունի, բայց դա չի նշանակում, որ ատելությանը պետք է պատասխանել ատելությամբ։ Եվ եթե անձը իրեն թույլ է տալիս ջրաղացին ջուր լցնել եւ ատելությամբ պատասխանել, ապա ինչու՞ չէ թող նաեւ նա պատասխանատվության ենթարկվի եւ փոխի իր վարվելականոնը, փոխի իր ձևը։ Ես հասկանում եմ, իսկապես հասկանում եմ եւ ես միշտ պաշտպանում եմ, որ խոցելի համարվող կոնկրետ խմբի նկատմամբ նման բաներ անելը թեժացնում է դիսկուրսը, բերում է շատ ավելի վատ հետևանքների եւ սրա համար մեկ պատասխանատուն դիտավորյալ դա հրահրողներն են, բայց ես միշտ էլ կոչ եմ անում մեր արցախցիներին, մեր հայրենակիցներին, որ դրան չպետք է պատասխանել ատելությամբ։ Սա իմ դիրքորոշումն է։ Տեսեք, այս զարգացումներում մի միտում էլ կա դեպքերի քաղաքականացումը, այսինքն զուտ մարդկային կամ իրավական դաշտից շատ արագ դեպքերի մեծ մասը տանում ենք քաղաքական դաշտ։ Ու այստեղ այդ մարդու իրավունքների, այդ մարդու նաև անձնական տարածքի մասին մոռանում ենք ու բաժանվում է քաղաքական դաշտի։ Եթե այսպես է, ուրեմն սա ընդդիմություն է, եթե այսպես է, ուրեմն սա իշխանություն է, ուրեմն իշխանությունը պետք է լինի ընդդիմության դեմ ու այդ մարդու պատմությունն ու բուն դեպքը այդ ամենի մեջ կորում է դեպքերի մեծ մասում։ Գիտեք, դա միշտ բնական երևույթ է, պարզ է, որ ընդդիմությունը փորձելու է նման վատ երևույթների մասին բարձրաձայնել, իշխանությունը փորձելու է պաշտպանվել ընդդիմությունից եւ հարցը ինչ-որ առումով, ինչպես նշում եք, քաղաքականացվելու է։ Եվ այդպես մենք տեսել ենք նաեւ որոշակի անգամ ընդդիմությունը ակտիվություն ցուցաբերելու պարագայում իշխանությունը բազմաթիվ հարցեր քաղաքականացրել է։ Հեռու չենք գնում։ 25 թվականի մարտին կազմակերպված հանրահավաքը, արցախցիների հանրահավաքը, որը մեզ համոզում էին, որ դա քաղաքական հանրահավաք է, որ պարզապես սոցիալական խնդիրները առաջ քաշած հանրահավաքի, օրինակ իմ նկարը դրել են ու գրել են Ղարաբաղյան կլանը գլուխ է բարձրացնում։ Լավ է։ Այսինքն ու դա արվում էր իշխանության ենթակայությամբ գործող մեդիա հարթակներով։ Իշխանությունն էլ է դա քաղաք, սա շատ վատ է եւ ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի մեջ մասնագիտական հանրույթի հստակ դիրքորոշումներն էլ պետք է արտահայտվեն։ Այսինքն երեք լավ էր, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ խոսեց։ Ճիշտ է, նաև քննադատում են, որ հասցեական չէր հայտարարությունը, նաև որ ընդհանրական ինչ-որ բաներ է ասվել։ Ամեն դեպքում լավ է, որ ասվել է։ Ես այսօր էլի եմ այդ հարցին պատասխանել, որ եթե, այսինքն ես ավելի հասցեական հայտարարություն կողմնակից եմ, բայց այն, որ մասնագիտական գնահատական է տրվել, հայտարարություն է տարածվել այդ մասով, սա եւս դրական է։ Եղան որոշակի իրավապաշտպանների հստակ վերաբերմունք, օրինակ մեր գործընկերները, որոնք աշխատել են Freedom House-ի հետ Արցախի էթնիկ զտման վերաբերյալ զեկույցի վրա, հստակ արձանագրեցին, որ այդ զեկույցը շուտապույտ հայերեն թարգմանելու ու Հայաստանում լայնորեն տարածելու կարիք ունի, որ մարդիկ իսկապես տեսնեն, թե ինչ է եղել, ինչպես է եղել ամեն ինչ, որ ամեն մեկը իրեն թույլ չտա փախած եւ այլ տերմինաբանություն օգտագործել։ Եվ այդ ամբողջ քաղաքական աղմուկի մեջ իհարկե իմ կարծիքով բավականին ծանրակշիռ ու բարձր է նաեւ հնչում իրավապաշտպան համայնքի կոնկրետ դիրքորոշումը ու վերաբերմունքը։ Իհարկե ցավոք սրտի համաձայնում եմ, որ անձի իրավունքները կամ ինչ որ երկրորդային են դառնում եւ ավելի շատ քաղաքական աղմուկներ լինում, բայց հետեւողական լինելու պարագայում կարելի է նաեւ այդ խնդիրը կարգավորել։ Ու որպես վերջաբան երևի, պարոն Ստեփանյան, այս պահին մարդու իրավունքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնատեղահանվածներին վերաբերող ինչ առաջնահերթություններ է տեսնում եւ ինչ հնարավորություններ ունի այդ առաջնահերթությունների շրջանակում աշխատելու համար։
Առաջնահերթությունները միշտ նշել ենք, որ կոնկրետ ես ինձ համար առաջնահերթությունները երկու մասին եմ բաժանում եւ փորձում եմ հնարավորինս երկու հատվածի մասին էլ բարձրաձայնել։ Ես ուրախ եմ, որ կան հանրային, հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք Հայաստանում պարբերաբար խոսում են սոցիալական իրավունքներին առնչվող, տնտեսական իրավունքների, մշակութային իրավունքներին առնչվող հարցերի մասին, բայց ցավում եմ, որ նման համապատասխան աշխատանք նաև միջազգային հարթակներում չի իրականացվում։ Ես կարծում եմ եւ իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ երկու ուղղությամբ պետք է աշխատենք եւ ինձ համար առաջնահերթություն են երկու ուղղություններն էլ։ Մենք ինչ որ առումով պետք է անենք ամեն ինչ, որ չթողենք, որ այս վայրենի կանոններով առաջնորդվող աշխարհում այլևս վայրենի կանոններով մենք ընդհանրապես մոռացվենք, իսկ դա ինչ որ մարդիկ կլինեն, որ կասեն արդեն իսկ մոռացվել ենք, մարդիկ կլինեն, որ կասեն չէ, դեռևս կարելի է այդ թեման բան։ Ես կարծում ես երկրորդի կողմնակիցն եմ, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը նաև միջազգային հարթակներում պետք է լինի։ Առաջիկայում կան նման նախատեսված միջոցառումներ, բայց ամենօրյա աշխատանք նաև մի հնարավորությունների շրջանակներում փորձում եմ անել։ Կենտրոնանալով Հայաստանում արկա մարտահրավերների վրա, միանշանակ առաջնայինը բնակարանային ապահովման ծրագրի հետագա բարելավումն է, 3-ը 4 դարձնելը մենք կդիտարկենք, կարծում եմ ցավոք սրտի նորից կբախվենք այն խնդրին, որ աշխարհ գույքի գները կբարձրանան եւ արդեն իսկ կարծում եմ մեր մեսիջը կոնկրետ ես բազմիցս արդեն տվել եմ, որ լուծումը բնակարանաշինությունը պետք է լինի, որը նաև ինչ որ առումով կոմպակտ բնակությանը կաջակցի։ Տեսնենք ինչ այս արդյոք կարողանում եմ մեսիջը տեղ հասնել, մեր ուղերձը տեղ հասնել։ Այո, կարծես միջև հիմա հնարավորինս ներառականության տեսանկյունից ինձ հետ խորհրդակցելու առումով խնդիր չեն ունեցել, բայց ցավը այն է, որ այն ամենագլխից մեր առաջարկած առաջարկությունները 2 տարի հետո են ընդունվում եւ այդ 2 տարվա ընթացքում մարդիկ ուղղակի մնում են դժվարությունների առաջ մենակ։ Եվ հաջորդը հիմնական առաջնահերթությունները ելի փաստաթղթերի հետ կապված, քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված ամենօրյա ռեժիմով անում ենք, աշխատում ենք։ Սա, եթե ամփոփեմ, մի ուղղությունը արտաքին ուղղությունն է, չթողնել, որ թեման ամբողջությամբ մոռացվի, իրավունքները անտեսվեն, եւ երկրորդը Հայաստանում սոցիալ-տնտեսական ինտեգրման եւ ինչու՞ չէ նաեւ օրինակնույն ատելության խոսքի բացառման եւ ներհայաստանյան մակարդակում առաջնահերթությունները։ Ու ձեր անմիջական շահառուները ձեզ հետ շփվելու ինչ հնարավորություններ ունեն, on-line է, թե նաև գրասենյակային հանդիպումների հնարավորություններ կան։ Միշտ նշել եմ, հիմա էլ կրկնեմ, որ on-line էլ կա հասանելի, ես կարծում եմ իմ հեռախոսահամարը շատ տարածված է արցախցիների մեջ, ես ամենօրյա ռեժիմով բավականին շատ թվով զանգեր եմ ստանում, հնարավորության չափով, այսինքն այնտեղ, որտեղ միջամտություն կարող եմ ունենալ, ունենում եմ, նաև փորձելով օգտագործել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հնարավորությունները, իսկ դրանից բացի էլ նման խնդիրների պարագայում հանգիստ կարող են մարդիկ մոտենալ Նաիլի Զարյան 17A հասցե Արցախի ներկայացուցչություն, այստեղ ոչ միայն ինձ կարող են հանդիպել, իհարկե պայմանավորվելով հիմնականում, բայց նաև կան այլ մարդիկ, որոնք որ իրավական խորհրդատվության տեսանկյունից, կամ օրինակ հիմա շատ տարածված է, որ քաղաքացիության դիմում լրացնելիս են մարդիկ դժվարանում։ Կան մարդիկ, ովքեր այստեղ կարող են այդ աջակցությունը ցուցաբերել, եթե նման ցանկություն կա։ Փաստաթղթերի հետ կապված խնդիր կամ իրենց դիմումները ընդհանցավորելու հետ կապված խնդիր։ Նման կարգի խնդիրներով միանշանակ կարող են դիմել ներկայացուցչություն։ Ես էլ ամեն օր այստեղ եմ, բայց ցանկալի է, որ նախորդ պայմանավորվենք հետո։ Որտեղ սա ինձ համար մեծ հաշվով հասարակական գործունեություն է, փորձում եմ համատեղել եւ շարունակել օգտակար լինել մարդկանց։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, կարծում եմ ձեր խորհրդին հետևողներ կլինեն, շնորհակալություն նաև այսօրվա զրույցի եւ հետաքրքիր մեկնաբանությունների համար։
Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էր։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։